Սննդի ազգային գործակալության անասնաբուժական վարչությունում տեղի է ունեցել ճեպազրույց։ Ճեպազրույցը վերաբերել է անօթևան շների կաստրացիայի, ստերիլիզացիայի և պատվաստման մասին տարածված կեղծ տեղեկատվությանը։ Վարչության ներկայացուցիչ Թենգիզ Չալիգավան հայտարարել է, որ վերջին մի քանի օրերի ընթացքում իր վարչությունը կախեթիում, իմերեթիում և զուգդիդիում շների գերպոպուլացիայի կառավարման ծրագիր է իրականացնում։ Չագինավայի խոսքով ապագայում անասնաբուժական վարչությունը շների համար պատասխանատու անձանց հետ նախապես կհամաձայնեցնի թափառող շների կաստրացիայի և ստերիլիզացիայի ժամկետի և վայրի, ինչպես նաև շներին վերցնելու և վերադարձնելու հարցերի վերաբերյալ։ Բացի այդ, եթե պատասխանատու անձը հրաժարվի շանը վերցնելուց, կենդանին տեղում կենթարկվի համապատասխան բժշկական մանիպուլյացիաների։ Թենգիզ Չալիգավայի խոսքով շների գերպոպուլացիայի կառավարման ծրագիրը նախատեսված է 3 տարիների համար և կանցկացվի Վրաստանի մասշտաբով, սակայն այս պահին անասնաբուժական վարչությունը ծրագիրն իրականացնում է միայն 3 համայնքներում։ Սննդի ազգային գործակալությունը կոչ է անում բնակչությանը զերծ մնալ շների հիպերպոպուլացիայի կառավարման ծրագրի վերաբերյալ չստուգված և կեղծ տեղեկատվության տարածումից։ Հայտարարության համաձայն կեղծ է այն տեղեկատվությունը, որ անօթևան շներին բռնում են փողոցում, ապա սպանում։ Գործակալության տվյալներով շներին տեղափոխում են միայն անասնաբուժական միջոցառումներ անցկացնելու նպատակով և կատարում են կատաղության դեմ պատվաստում, անօթևան կամ կապած շների նույնականացում, գրանցում և կաստրացիա, ստերիլիզացում։ Թափառող կենդանիները համապատասխան ընթացակարգերը անցնելուց հետո աստիճանաբար կվերադառնան անվտանգ միջավայր, բացառությամբ այն վայրերի, որտեղ վտանգ են ներկայացնում հասարակության բոլոր շերտերի համար։ Այսօրվանից արգելվում է սննդի համար նախատեսված միանգամյա օգտագործման պլաստիկե սպասքի վաճառքը։ Սա ներառում է պատարագաղներ, դանակներ, գդալներ, ձողիկներ, ափսեներ, խմիչքի խառնիչներ, ինչպես նաև սննդի տարաներ և բաժակներ։ Ապրիլի 1-ից ուժի մեջ մտավ նաև պլաստիկե սպառման սահմանափակման վերաբերյալ մեկ այլ կարգավորում, մասնավորապես պետական գնումների ենթակա գործակալություններին արգելվում է պետական գնումներ կատարել պլաստիկե բաժակների, տարաների և խմիչքների համար մինչև 3 լիտր ծավալով պլաստիկե շշերով։ Պահանջների խախտումը կհանգեցնի 1000 լարի տուգանքի, իսկ համապատասխան ապրանքների բռնագրավման, իսկ կրկնակի խախտումը կհանգեցնի 2000 լարի տուգանքի։ Վերջին 72 ժամվա ընթացքում երկրում իրականացված ինտենսիվ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձերբակալվել է թմրանյութերի ապօրինի շրջանառությանը մասնակցող և աջակցող 108 քաղաքացի։ Ինչպես նշվել է ճեպազրույցում, ձերբակալվել է ինչպես Վրաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիներ։ Դեպքերը վերաբերում են մեծ և առանձնապես խոշոր չափի թմրանյութերի և հոգեմետ նյութերի ապօրինի ձեռքբերման, պահման և վաճառքին նպաստելու մեջ։ Հետաքննչությամբ պարզվել է, որ ձերբակալված անձանց մեծ մասը ներգրավված է եղել թմրամիջոցների վաճառքի անձավոր սխեմայի մեջ։ Խուզարկության արդյունքում իրավապահ մարմինների աշխատակիցները առևանգել են վաճառքի համար պատրաստված տարբեր տեսակի թմրանյութերի առանձնապես խոշոր քանակություն, այդ թվում կոկաին, հերոին, մեթադոն, ալֆա-ՊՎՊ, MDMA, պոպերոֆին և գլեֆեդրոն։ Ձերբակալվածները արդեն դատապարտվել են նախնական կալանքի, հանցագործությունը նախատեսվում է մինչև 20 տարի կամ ՑՄ ազատազրկում։ Խորհրդարանում աղմուկ և տարաձայնություններ էր։ Լիագումար նիստում բուռն քննարկման պատճառը հանուն Վրաստանի կուսակցության կողմից պատրաստված օրենսդրական փոփոխություններն էին, որոնք նախատեսում են նվազագույն աշխատավարձը սահմանել մինչև 1050 լարին։ Փոփոխությունները ներկայացրել էր պատգամավոր Գյորգի Շարաշիձեն, ով նշել էր, որ Վրաստանում մարդիկ ունեն ստրկական աշխատավարձ։ Մեծամասնության անդամները բողոքել էին նրա հայտարարության դեմ և ասել, որ Գյորգի Շարաշիձեն զբաղվում է պոպուլիզմով։ Հաստատվել է պաշտոնական վիճակագրության մասին օրենքում փոփոխությունը, որը վերաբերում է Վրաստանի վիճակագրության գործադիր տնօրենի նշանակում և ազատում։ Խորհրդարանը 78 կողմ և 10 դեմ ձայնով արագացված կարգով հաստատել և աջակցել է օրինագծին։ Փոփոխությունը վերաբերում է Վրաստանի վիճակագրության խորհրդի անդամների նշանակման ընթացակարգին նույնպես։ Օրենքի նախագծի քննարկումը ուղեկցվել է քաղաքական հայտարարություններով։
Հանուն Վրաստանի խմբակցության ներկայացուցիչները անհիմն են համարում այն փոփոխությունը, որի համաձայն վարչապետը կնշանակի եւ կազատի Վրաստանի վիճակագրության գործադիր տնօրենին։ Վրացական երազանք խմբակցության նախագահի առաջին տեղակալը մեղադրանքներին պատասխանել է մեղադրանքներով։ Խորհրդարանը 91 ձայնով հաստատեց Մարդու արյան եւ դրա բաղադրիչների որակի եւ անվտանգության մասին օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որի համաձայն երկիրը մինչեւ 2030 թվականի ապրիլի 1-ը աստիճանաբար կանցնի լիովին արյան կամավոր դոնորության։ Այս համակարգում պետությունը կներկայացվի մեկ կենտրոնական կառույցով, որը պետք է լիովին ապահովի բարձր որակի արյուն եւ դրա բաղադրիչների անարգել հասանելիությունը եւ կառավարումը ողջ երկրի մասշտաբով, ինչպես նիստում ելույթի ժամանակ պարզաբանել է առողջապահության փոխնախարար Իրինա Ցակաձեն, փոխներկրման լիցենզիան ունեցող հաստատություններին անկախ ժամկետի ավարտից հնարավորություն է տրվում գրանցվել որպես ոչ առևտրային իրավաբանական անձ։ Խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հաստատեց հարկային օրենսգրքի փոփոխությունները։ Փոփոխությունները վերաբերում են Վրաստան ներմուծվող տրանսպորտային միջոցների մաքսազերծմանը։ Հարկային օրենսդրության փոփոխությունների նախագիծը հաստատվեց 72 կողմ եւ 11 դեմ ձայներով։ Նոր օրենքի համաձայն 0-ից 6 տարեկան տրանսպորտային միջոցների ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվում է 1.5 լարի, շարժիչի ծավալի 1 սանտիմետր խորանարդի համար, մինչդեռ 6 տարեկանից բարձր տրանսպորտային միջոցների ակցիզային հարկի դրույքաչափը սահմանվեց 4.5 լարի։ Հիբրիդային ավտոմեքենաների համար 60%-ով նվազեցված արտոնյա դրույքաչափը կպահպանվի, մինչդեռ աջ ղեկով ավտոմեքենաների համար սահմանվել է հիմնական դրույքաչափի եռապատկված դրույքաչափը։ Էլեկտրական շարժիչով մարդատար տրանսպորտային միջոցների համար, որոնց ղեկը աջ կողմում է, ակցիզային հարկի դրույքաչափը կկազմի 3000 լարի։ Տրամվայի գծի նախագծման եւ կառուցման համար հայտարարված մրցույթը արդեն ավարտվեց։ Մասնակցել է 4 ընկերություն։ Հաղթող ընկերությունը կհայտարարվի առաջիկա օրերին։ Տրամվայի գիծը կսկսվի Դիդիդիղոմից եւ կմիանա Դիդուբե մետրոկայանի շրջակա տարածքին։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Արժույթի ազգային հիմնադրամի առաքելության ղեկավար Ալեքսանդրո Հայդենբերգի հետ։ Վրաստանի կառավարության աշխատակազմի տվյալներով հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի կառավարության եւ Արժույթի միջազգային հիմնադրամի միջև սերտ համագործակցությունը եւ Արժութային միջազգային հիմնադրամի աջակցությունը, այդ թվում հարկաբյուջետային եւ կառուցվածքային բարեփոխումների ուղղությամբ։ Քննարկման թեման եղել է Վրաստանի տնտեսական աճի դինամիկան։ Նշվել է, որ վերջին 5 տարիների ընթացքում երկրի տարեկան միջին տնտեսական աճի տեմպը կազմել է 9.3%։ Մերձավոր Արևելքում իրավիճակը շարունակում է մնալ բարդ, ռմբակոծվել է Իրանի պողպատե-ձուլական գործարանը։ Բեյրութի վրա Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է 7 մարդ։ Հակամարտության սկզբից ի վեր Լիբանանում զոհվել է ավելի քան 1200 քաղաքացի, իսկ 1 միլիոնից ավելի մարդիկ տեղափոխվել են։ ԱՄՆ-ի եւ Իսրայելի ավիահարվածներին պատասխան Թեհրանը շարունակում է ռմբակոծել Պարսից ծոցի երկրները։ Քուվեյթի միջազգային օդանավակայանում անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո մեծ հրդեհ է բռնկվել։ Մեծ Բրիտանիան ռազմական անձնակազմ եւ հակաօդային պաշտպանության համակարգեր է ուղարկում Պարսից ծոցի երկրներին օգնելու համար։ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի մեջ է։ Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել մարդկանց աշխատել տնից եւ խուսափել տրանսպորտային միջոցով տեղաշարժվելուց, իսկ եվրոպական երկրներին կոչ է արել ներդնել վերականգնող էներգիայի աղբյուրները։ Էներգիայի հարցերով Եվրահանձնակատարը հայտարարել է, որ Իրանի պատերազմից առաջացած նավթային ճգնաժամը կհանգեցնի երկարատև քաոսի եւ մեզ կհիշեցնի կոവിഡ്ի ժամանակաշրջանը։ Նա ասել է, որ Եվրոպան բախվում է շատ լուրջ իրավիճակի, որը վերջը դեռ անտեսանելի է։